Սամվել Կարապետյանը Կիրակի նորից տանը կլինի։ 14 ժամ տևած դատական նիստից հետո առաջին ատյանի դատարանը որոշել է տնային կալանք տալ Կարապետյանին, վերացնելով սահմանափակումը։ Իբրև թե իշխանությունը զավթելու կոչի համար ազատազրկված բարերարը կարող է հրապարակային խոսք հնչեցնել։ Կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվել է։ Իդեպ այդ իմաստով, ինչպես արդեն 3 տեղեկացրել էի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել էր, որ նման սահմանափակում չպետք է լինի։ Կարապետյանը դեռ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է։ Նրան 3 հիվանդանոցից են տեղափոխել այնտեղ, կիսատ թողնելով ներերակային ներարկումը։ Նա երկկողմանի թոքաբորբից է բուժվում։ Երբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 30-ի որոշումը Կարապետյանին տնային կալանքի ուղարկելու մասին, քննիչը 10 ոստիկան է ուղարկել հիվանդանոց բարերարին անհապաղ կալանավայր տեղափոխելու համար։ Հունվարի 16-ը չափազանց տարօրինակ, բարդ, դժվար օր էր։ Իսկապես այն պահը, երբ հիվանդանոցում էր գտնվում Սամվել Կարապետյանը, ստանում էր ներերակային ներարկում, ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս են մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանների պնդմամբ տնային կալանքը վերացնելու հակակոռուպցիոն դատարանի որոշումը չէր ենթադրում, որ Կարապետյանը անհապաղ պետք է կիսատ թողնի ստացիոնար բուժումը ու տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության աշխատակիցները գտան, որ դա բավարար չի, կապ չունի մարդը ստացիոնար բուժում է կրում, թե ինչ անում, պարտադիր է պետք է տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, ընդ որում որ եկան այդ պահին պարոն Կարապետյանը սիստեմա էր միացված եւ միանգամից պարոն Կարապետյանն ասաց դե այդ դեպքում ուրեմն այլ սիստեման այլ պետք չի անջատեք հենց հիմա գնում եմ քրեակատարողական հիմնարկ նույնիսկ չցանկանալով դատական նիստին մասնակցել միանգամից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց այնտեղ։ Իրավիճակը փոխել է առաջին ատյանում հակակոռուպցիոն դատարանի նիստին զուգահեռ անցկացվող դատական նիստը։ Քննիչը նախ միջնորդել է երկարաձգել տնային կալանքը, հետո երբ հակակոռուպցիոն դատարանը տնային կալանքը վերացնելու որոշում է կայացրել, քննիչը նոր միջնորդություն է ներկայացրել՝ երկարաձգել կալանքը։ Հենց այս միջնորդության քննությունն է տևել 14 ժամ։ Փաստաբաններին հաջողվել է դատարանին համոզել, որ անթույլատրելի է կալանքի որոշում կայացնելը այն դեպքում, որ Կարապետյանը բուժումների կարիք ունի։ Դատարանը կայացրեց որոշում, եկավ այն եզրահանգման, որ տնային կալանք խափանման միջոցը, գրավը եւ բացակայելու արգելքը իզորու են տվյալ իրավիճակում պատշաճ վարկագիծը ապահովել։ Փաստաբանները չեն պատրաստվում հաշտվել նաև տնային կալանքի որոշման հետ։ Իրենք Կարապետյանի տնային կալանքը վարչական վերահսկողության փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Ամենայն հավանականությամբ վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Պաշտպանական թիմը դեռևս վերջնական չի հստակեցրել իր անելիքները այս գործով, բայց այն որ վարույթն իրականացնող մարմինը ակնհայտորեն շարունակում է իր ապօրինի գործելավոճը, դա ակնհայտ է ու դրա մասին երկրորդ կարծիք գոյություն չունի։ Իլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։